Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, եկեք խոսենք նախ Հայաստանում նախընտրական արդեն սկսված այս թոհուբոհի մասին, ինչպես գիտեք, բազմաթիվ ուժեր, անհատներ արդեն խոսում են քաղաքականություն մուտք գործելու մասին, որոշ մարդիկ կամ ուժեր միավորվել եւ կուսակցություններ են ձևավորում, այդ թվում Աբրահամ Կասպարյանը, նախկին մի Պարման Թաթոյանը, Սամվել Կարապետյանն է հայտարարել ուժ ստեղծելու մասին, իր համախոհներից մեկը անգամ ստեղծեց եւ այդպես բազմաթիվ ուժեր, Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց, խոսեց այդ նախընտրական շրջանի ընտրությունների մասին, դուք ինչպես գնահատեք այս նախընտրական շրջանը ու ինչ կարող ենք սպասել խորհրդարանական ընտրություններին 2026 թվականին կայանալիք։ Տեսեք, այն ինչ որ հիմա կատարվում է, ընդհանուր առմամբ բավական դրական process է Հայաստանում դեմոկրատիայի զարգացման եւ հաստատման տեսակետից։ Երբ որ Հայաստանում արդեն կան ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանափոխության հնարավորություններ, այդ տարբեր քաղաքական ուժերի անընդհատ ձևավորվելը կամ նորից վերանալը, հետո նորից այլ ուժերի ձևավորումը, այդ process-ը շատ բնական գործընթաց է եւ դա լավ process է, որ տեղի է ունենում։ Ես սպասում էի, որ նման բան տեղի է ունենալու եւ դուք նշեցիք մի 4-5 դեպք, կարող են լինել նաև տասնյակ ավելի դեպքեր, երբ որ մենք կմոտենանք արդեն 2026 թվականի մայիսին, եւ դա լավ գործընթաց է, դա ցույց է տալիս, որ առանձին վերցրած խմբեր, քաղաքական ուժեր, թիմեր գիտեն, որ իրենք կարող են մասնակցել ընտրություններին, ներկայացնել ազատ իրենց ասելիքը հանրությանը եւ ստանալ գնահատական հանրության կողմից ձայների տեսքով։ Նման բան չկար մինչև 2018 թվականը։ Տեսեք, նույնիսկ 2021 թվականին, երբ որ շատ լարված իրավիճակ էր եւ արտահերթ ընտրություններ էին եւ այդ քաղաքական թիմերն ու ուժերը դեռևս պատրաստ չէին, տարբեր քաղաքական ուժեր ու թիմեր լավ պատրաստ չէին մասնակցել ընտրություններին, մենք 20-ից ավելի թիմ ունեցանք ընտրություններին մասնակցող։ Այնպես որ այս տեսակետից այն ինչ որ կատարվում է Հայաստանում լավ է։ Մյուս կողմից էլի կարևոր հանգամանք կա այստեղ, որ մրցակցությունը տեղի է ունենում ոչ միայն ուրեմն ուղիղ եւ անմիջական ձևով իշխանության հասնելու համար, այլ նաև մրցակցություն է տեղի ունենում արժեքային տարբեր պատկերացումներ ու կողմնորոշիչներ ունեցող հանրության ձայներին տեր կանգնելու համար։ Միտքս այն է, որ տեսեք, այն մարդիկ, ովքեր որ պրո-ռուսական են, մի քիչ ավելի պրո-ավտորիտար, այդ կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ հանդուրժողականության որոշակի աստիճան ունեն, ազգայնական են, այդ պահպանողական, այդ ազգայնական, պրո-ռուսական եւ այլն այդ արժեքներով մարդկանց համար տեղի է ունենում մրցակցություն տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Այդ մարդկանց ձայներին փորձում են տիրանալ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սամվել Կարապետյանը, Դաշնակցությունը, այն մնացած ուժերը, ամեն մեկը փորձում է այդ դաշտում ստանալ առավելագույն աջակցությունը այդ հատվածում։ Հրայր, բայց արդյոք դրանք տարբեր քաղաքական ուժեր են, թե ըստ էության նույն քաղաքական ուժից կամ ուժերից ծնված արբանյակ կուսակցություններ կամ մարդ անհատներ, որոնք հիմա հաշվի առնելով օրենսդրությունը կամ կառավարման համակարգը երկրի ստեղծում են կուսակցություն եւ այդպես փորձում են մասնակցել ընտրություններին եւ արհեստականորեն լրացնում այդ դաշտը նպատակ ունենալով տարբեր պատկերացումներ ունեցող մարդկանց գրավել դեպի իրենց կողմ։ Օրինակ, չգիտեմ, Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է փոխնախարար արդարադատության, բայց երեք, օրինակ, Civilnet-ի տաղավարում խուսափում էր ամեն կերպ անդրադառնալ այդ խոսակցություններին, այդ թեմաներին, ընդհանրապես դիրքորոշում հայտնել։ Չգիտեմ, նույն Աբրահամ Կասպարյանը ակնհայտորեն այդ դաշտից է եւ այլն, այսինքն կամ օրինակ Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ընդհանրապես այդ Մայր Հայաստան դաշինքը ըստ էության ինքնին Ռոբերտ Քոչարյանի սատելիտ կամ սպոյլեր
կուսակցությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Նույնիսկ եթե ձեր ասած հանգամանքը կա, ինչը կա որոշ չափով եւ հատկապես որոշ անհատների դեպքում Հայաստանի քաղաքական դաշտը եւ պայմանները արդեն այնպիսին են, որ այդ խմբերը շահագրգռված են ինքնուրույնություն ցուցաբերելու եւ ի վերջո այդ պայմանները մղում են նրանց իրար դեմ մրցակցության համագործակցության են մղում եւ համագործակցությունը մենք կտեսնենք երբ որ ազգային ժողով մտնեն այդ ուժերը բայց նաեւ իրանք իրար հետ են մրցակցում հիմա տեսեք մրցակցությունը իր այդ խմբի կողմից նրա համար է թե ով է ավելի շատ ձայն հավաքելու այդ բոլոր ընդդիմադիրների կողմից այդ պահպանողական ազգայնական եւ այլ ընդդիմադիրներից ով է ամենաշատ ձայնը հավաքելու որտեղ ով հավաքեց ամենաշատ ձայնը նրա շուրջ են համախմբվելու մյուսները ընտրություններից հետո այսինքն ձեր ասածը պետք է բաժանենք երկու մասի նախ մինչ ընտրությունների շրջան եւ ընտրություններից հետո մինչ ընտրությունների շրջանում նրանք ավելի շատ մրցակցում են իրար հետ որոշ չափով նաև համագործակցելով նկատի ունենալով նաև որ ազգային ժողով մտնելուց հետո իրենք միանալու են իրար բայց այն մինչ նախընտրական շրջանն է որտեղ ես կարծում եմ ավելի շատ մրցակցություն կա ընտրություններից անմիջապես հետո արդեն բոլորը միավորվելու են իրար հետ ընդդեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ընդ որում տեսեք այնպես չէ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողներն էլ ուրեմն այնպես չէ որ քաղաքացիական պայմանագիրն էլ չի մրցակցում այլ ավելի ընդունելի ասենք հա արժեքային պատկերացումներ ունեցող ընտրողների ձայների համար այդ դաշտում էլ կան ուժեր որոնք որ փորձում են գրավել այն նույն ընտրողների համակրանքը որոնք կարող են ընտրել քաղաքացիական պայմանագրին օրինակ Արամ Սարգսյանի ուժը կամ թեկուզ իմ տպավորությամբ Հայկ Մարությանի ուժը իրանք ավելի շատ փորձելու են ստանալ այն մարդկանց ձայները, ովքեր ավելի դեմոկրատական պատկերացումներ ունեն, ովքեր անհանդուրժող են կոռուպցիայի դրսևորումների նկատմամբ, ովքեր կողմ են հաստատված պայմաններով խաղաղությանը։ Այդ բաժանումը մենք արդեն տեսանք հատկապես օգոստոսի 8-ի համաձայնությունից հետո, չէ՞, երբ որ որոշ ուժեր դրական գնահատեցին կամ գոնե չեզոքից դրական նայեք մի ուշագրավ հանգամանք եւս այդ ձեր նշած առաջի խմբում նկատի ունեմ այդ ձեր նշած ազգայնական այսպես կոչված կամ պահպանողական ուժերի շրջանում կան իրենցից անջատված անհատներ, որոնք հիմա կուսակցություններ են ձևավորում, որոնք փորձելու են հանդես գալ իբրև լիբերալ ուժեր, հանդես գալ իբրև խաղաղության օրակարգը ապագայում առաջ տանող ուժեր, ովքեր հանդես են գալու, չգիտեմ, արևմտամետ անգամ որոշակի դիրքորոշում կամ ավելի շատ բալանսավորված դիրքորոշում ունեցող ուժեր, եւ այդպիսով փորձելու են դաշտում արկա ընդհանուր ընտրազանգվածից բոլոր դաշտերը լրացնել, բայց վերջում իրենք միավորվելու են մեկ անձի շուրջ, ձեր նշած կերպ ինչպես դուք ասացիք, որ ամենաշատ ձայներ հավաքածի շուրջ են միավորվելու եւ ըստ էության լիբերալ մարդկանց քվեն ստացած մարդիկ տանելու են այդ իրենց ձայները տան, ավելի պահպանողական, ավելի, չգիտեմ, պրոռուսական ինչ-որ կերպարի։ Այո, այդպես էլ կարող է լինել։ Դրա համար այս դուք լրագրողները, մեդիան ընդհանուր առմամբ եւ այս հանրային քննարկումները նրա համար են, որպեսզի հնարավորինս կանխեն նման դեպքերը, որպեսզի այնպես չստացվի, որ մարդիկ այլ ակնկալիքով ընտրեն ինչ-որ մի հատ ուժի, հա, լիբերալ մարդիկ ընտրեն ինչ-որ մի հատ ուժի մտածելով, թե լիբերալ արժեքները առաջ կտանի այդ ուժը, բայց մեկ էլ հանկարծ այդ ուժը գնա միավորվի ամենապահպանողական եւ ամենաազգայնական ինչ-որ խմբի։ Բայց եթե նման բան տեղի ունենա, հաջորդ ընտրություններին արդեն, հա, ոչ թե դիմացի, այլ դրա հաջորդ ընտրություններին այդ ընտրողները արդեն գիտեն, որ այդ ուժին չի կարելի վստահել։ Ուզում եմ ասել, որ
արդեն Հայաստանում քաղաքական process-ները այնպիսի մի ռելսերի վրա են դրվել, երբ որ խոհեմ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է հասկանան, որ իրենք այստեղ են տասնամյակներ շարունակ, եթե նրանք լուրջ են մոտենում քաղաքական ակտիվությանը։ Բայց արդյոք լուրջ են մոտենում, դա է հարցը, արդյոք այդ ուժերը ստեղծված են մշտական, այդպես անվանդական կուսակցություններ դառնալու, պատասխանատվություն ստանձնելու համար եւ հաջորդ ընտրությունների մասին են մտածում, որ եթե հիմա մենք միավորվենք օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ, հաջորդ ընտրություն եւ մենք լիբերալ հանդես գանք, հաջորդ ընտրությունների մեզ կմեժեն, մենք պախարակված կլինենք։ Դե դրանք հենց ստեղծվում են հենց այսօրվա համար, հենց այդ խնդիրը լուծելու ու չքվելու համար օրինակ։ Այդպիսի խնդիրներ կա։ Մեծ մասը այսօրվա համար են, երբ որ տեսնում ենք ինչ են նրանք առաջարկում, ինչ խոսույթով են հանդես գալիս, զգում ենք, որ կարծես թե դեռ լավ չեն հասկանում ու չեն պատկերացնում, թե ինչ process-ի եւ ինչ քաղաքական դաշտի մեջ են իրենք գտնվում, բայց ժամանակի ընթացքում իրենք էլ են վաղ թե ուշ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը եւ որտեղ են նրանք հայտնվել։ Տեսեք, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանալով թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում եւ ուրեմն ինչն է լուրջ, ինչը անլուրջ, ինքը օրինակ անլուրջ process-ներին չի մասնակցում, չէ՞, ինքը օրինակ հենց սկզբից էլ ասեց, որ իրենք լուրջ չեն վերաբերում այդ impeachment կոչված գործընթացին, որտեղ ինքը հասկանում է, որ Հայաստանը այսօր այնպիսի վիճակում է, որ ընտրությունների միջոցով հարցեր լուծելը, ընտրությունների միջոցով իշխանության գալը հավանական ու հնարավոր ու լուրջ տարբերակ է։ Շատ ուժեր, նրանք ովքեր որ այդ impeachment կոչված լուրջ գործընթացի մեջ են, այրանք չեն հասկանում, թե ինչ տրամաբանությամբ են process-ները զարգանում։ Բայց որոշ ժամանակ հետո, երբ որ արդեն այդպես անլուրջ գործընթացները մի քանի անգամ ձախողվեն, երբ որ ուժով իշխանության փոխելու, բռնությամբ իշխանության փոխելու տարբերակներն էլ պատժվեն այնպես, ինչպես պատժվեց այդ Բագրատ Գալստյանյանի տարբերակը եւ կանխվեց, արդեն քիչ-քիչ քաղաքական ուժերը եւ գործիչները կսկսեն հասկանալ ու կողմնորոշվել, թե ինչ ճանապարհով է ճիշտ ճանապարհը գնալը, ինչ ընտրություններին մասնակցելն է, հետո մի հատ ուրիշ հանգամանք, նախկինում վերցնենք օրինակ Հայկ Մարությանի դեպքը, 2023 թվականի ուրեմն Երևանի քաղաքապետարանի ընտրություններից առաջ իրենք ասեցին մենք ոչ կոալիցիա ենք կազմելու նախկինների հետ, ոչ կոալիցիա ենք կազմելու ուրեմն գործող իշխանությունների հետ, ընդհանրապես մենք գնում ենք հաղթելու եւ նրանց մոտեցումը այն էր, որ հավաքելու են, ասենք 50+ ձայները քվեարկողների, չէ՞։ Սա process-ը եւ քաղաքական դաշտը վատ պատկերացնելու հետևանք էր։ Ես ունեմ վստահություն, որ այս անգամ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք նման անխոհեմություն չեն անելու եւ ընդհանրապես նշելու են կամ նախկիններին կամ գործող իշխանությանը, որի հետ չեն կազմելու կոալիցիա ոչ մի դեպքում եւ միգուցե նաեւ փորձեն ավելի ծրագրային ուրեմն խոսույթով հանդես գալ ավելի կոնկրետ առաջարկներ։ Ես նախանձում եմ ձեր վստահությանը հրայր, հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը կարծեք թե հիմա ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում եւ պատրաստվում է միգուցե մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ միայն այդ քարոզարշավի ընթացքում ակտիվություն դրսևորել, այն էլ եթե ընդհանրապես դրսևորի, որովհետեւ Երևանի քաղաքապետարանի օրինակ քաղաքապետի ընտրություններին, թիմ ընտրություններին ինքը քարոզարշավը սկսեց 7 օր անց միայն։ Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից 7 օր անց նոր սկսեց իր առաջի այո, քարոզարշավը, հետեւաբար հուսամ այս անգամ այդպես չի լինի եւ ակտիվ կմասնակցի ընտրություններին։ Դե հիմա սա շատ հետաքրքիր թեստ կլինի նաեւ մեր համար տեսնելու։ Եթե ընտրություններից առաջ ինքը նորից էլի հայտարարելու է, ոչ նախկիններ, ոչ ներկաներ մենք գնալու
մենք միայնակ եւ այնպիսի տպավորություն է ստեղծելու, թե ինքը հույս ունի 50+1% ձայներ հավաքել, ինչ գրեթե անհնար է, բնական է, որ անհնար է։ Այդ դեպքում կհասկանանք, որ ինքն էլ չի դեռ հասկանում, թե ինչ սիստեմի հետ գործ ունի եւ ինչ տրամաբանությամբ են process-ներ զարգանում։ Բայց եթե ինքը արդեն ավելի զգուշություն ցուցաբերի, օրինակ եվրոպական կուսակցությունները երբեք չեն ելնում ասում ոչ սրա հետ, ոչ նրա հետ, ոչ նրա հետ։ Մենակ լավագույն դեպքում մի ուժի են նշում, որի հետ նրանք չեն համագործակցի։ Ասենք աճ պահպանողականներին սովորաբար ասում են կուսակցությունների մեծ մասը, մենք նրանց հետ կոալիցիա ոչ մի դեպքում չենք կազմի։ Բայց չկան են այնպիսի ուժեր, որոնք ասում են համ աճպահպանողականների հետ չենք կազմի, համ ծախերի հետ չենք կազմի, համ նախկինների, համ ներկաների հետ չենք կազմի, այլ մենք գնում ենք 50+% հավաքել։ Այդպիսի ուժերը արագ դուրս են թռնում քաղաքական։ Հրայր ուզում եք անդրադառնանք Սամվել Կարապետյանին, նա Ռուսաստանից ուղարկված է։ Ես կարծում եմ, որ եւ մասամբ Ռուսաստանից ուղարկված է եւ նաեւ ինչ որ չափով միգուցե ինքն էլ ինչ որ ամբիցիաներ ունի։ Տեսեք, ընդհանրապես այդ միլիարդատեր մարդիկ մենք հաճախ ենք տեսնում, որ մտնում են քաղաքականություն, հա։ Դա իրենց անձնական ամբիցիաների համար է, ռուսական օլիգարխ է ինքը, միլիարդ։ Ռուսաստանում բնականաբար չի կարող մտնել, որովհետեւ այնտեղ մեկ էլ տեսար հանկարծ դուրս կթռչի ինչ որ 5-րդ կամ 10-րդ հարկի պատուհանից հանկարծակի կամ աստիճաններից կընկնի ներքև, ինչը շատ հաճախ պատահող երևույթ է այսօր Ռուսաստանում։ Հայաստանում ավելի ազատ դեմոկրատական դաշտ է, ինքն էլ մտածել է, որ գա այստեղ ինքնադրսևորվի, լավ դաշտ է համել ասելու համար եկեղեցի, հայրենիք եւ այլն, այդպես ինչ որ կենացներ ասելու համար լավ տեղ է, մտածում է, որ ինչ որ ձայներ կկարողանա հավաքել։ Բայց Սամվել Կարապետյանի քեյսը շատ հետաքրքիր է նաեւ այն առումով, որ ի վերջո Հայաստանի քաղաքական դաշտը եւ մեր կուսակցությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պետք է լինի այնպիսին, որ հնարավորինս բացառի այդ միլիարդատերերի ու փողի ազդեցությունը քաղաքականության վրա։ Մեր օրենսդրությունը կա, որոշ կարգավորումներ կան, ես ճիշտն ասած մինչև վերջերս չգիտեի, որ օրինակ կա առավելագույն սահմանաչափ կուսակցությունների նվիրատվություն անելու։ Այո, կարծես 2.5 միլիոն, թե 10 միլիոնը չեմ հիշում։ 10 միլիոն է, կարծեմ 2.5 միլիոնի փոխարեն դարձել է 10 միլիոն։ Բայց խնդիրը նա է, որ այդ քաղաքական տարբեր խմբերն ու ուժերն ու կուսակցությունները անում են քաղաքական գործունեություն եւ փող են ստանում ու ծախսում քաղաքական գործունեության նպատակով, բայց դա չեն արտացոլում կուսակցության հաշվետվություններում, չեն ցույց տալիս, որ դա կուսակցության հետ կապված գործունեություն է։ Եվ այս խնդիրը նաև Եվրոպայում կա, բայց իհարկե եվրոպական դաշտում ավելի լավ է կազմակերպված եւ այնտեղ խախտումները ավելի հեշտությամբ կարող են բացահայտել ու պատժել խախտումանողներին։ Վերջին օրինակներից մեկը Սարկոզին, որը ուրեմն արաբական երկրներից մեկից ուրեմն նվիրատվություններ էր ստացել 2007 թվականին, վերջերս պատժվեց դրա համար։ Հիմա տեսեք, եթե Հայաստանի օրենսդրությունն ու իրավապահ համակարգը կարողանա այնպես անել, որ այդ փողի ազդեցությունը քաղաքականության վրա նվազագույնի հասցնի, Սամվել Կարապետյանի ուժը 0.1%-ի կարգի ձայն կարող է հավակնել։ Եվ ընդհանրապես ինքը դա փուչիկ է, էլի ընդհանրապես։ Իհարկե այլ քաղաքական ուժեր էլ ֆինանսական ռեսուրսների շնորհիվ կարողանում են որոշակի ձայներ ապահովել, հենց նույն Ռոբերտ Քոչարյանը հսկայական ֆինանսական միջոցներ ունի, բայց ի տարբերություն Սամվել Կարապետյանի, Քոչարյանը կարողանում է նաև գաղափարական երանգ տալ, ինչ որ այդ լիբերալ հակալիբերալ, դեմոկրատական, ավտորիտար, պրոռուսական արժեքներ կրող մարդկանց ձայներին ինքը կարող է տիրանալ նաև այդ գաղափարական երանգով։ Բայց Սամվել Կարապետյանը եւ այդ թիմում այդտեղ այդպես մարդիկ չկան եւ իրենք ի վիճակի չեն, եթե փող չլինի այնտեղ ինչ որ նշանակալի ձայներ ստանալ։ Ինչու հարցրեցի հենց Սամվել Կարապետյանի մասով, եւ Ռուսաստանի հետ կապելով, որովհետեւ շատ է քննարկվում, որ Ռուսաստանը կփորձի ազդել հայաստանյան ընտրությունների վրա, ինչպես դա փորձեց անել կամ արեց գուցե Մոլդովայում, որովհետև օրերս էլ FIP-ը հրապարակել էր տեղեկություն, որ ռուսական
տեղեկատվական ցանցերի ռուսական հետ կապվող մատրյոշկա, հա, անունով բոտային հաշիվները ակտիվացել են եւ օրինակ վերջին մի քանի հոկտեմբերի 7-ից սկսած Հայաստանի եւ ընդհանրապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին շուրջ 10 տեսանյութ են հրապարակել մանիպուլյացիայով, կեղծիքներով, ստով, արհեստական բանականության օգտագործման, այսինքն արդեն այսօրվանից դրանք սկսել են աշխատել ընտրությունից 8 ամիս առաջ եւ նշվում է, որ շատ աննախադեպ ծավալներով են սկսել աշխատել։ Այ ռուսական ազդեցությունը ինչպեսին կարող է լինել, ինչպես կարող է դրա թեմա առնել ու Հայաստանում ովքեր են լինելու նրանց ներկայացուցիչները, հա, այսպես ասած։ Իրենք էլ աջակցելու են ընդհանրապես բոլորին, ովքեր որ դեմ հանդես կգան գործող իշխանությանը եւ հաստատված խաղաղությանը։ 10 ուժ լինեն, 20 ուժ լինեն, բոլորին էլ իրենք իրենց ծևերով կաջակցեն, առնվազն գոնե հենց այդ ձեր նշած բոթերով ու կեղծ լուրեր տարածելով, այնպիսի անհավանական ստեր ու կեղծեր են երբեմն տարածում, բայց դա որոշ բնակչության որոշ շրջանի համար դա աշխատում է, եւ դա ոչ միայն Հայաստանում է, իրենք նույն ձևով աշխատում են ցանկացած այլ դեմոկրատական երկրում, ցանկացած այլ դեմոկրատական երկրում իրենք մի կողմից այդպես ծայրաստիճան կեղծ սուտ լուրեր են տարածում, բայց փորձում են ուրեմն հոգեբանորեն զգայուն թեմաների հետ կապված այդ կեղծիկը տարածել, օրինակ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ասենք, սևամորթ բնակչության շրջանում տարածում են շատ այդպիսի կեղծ լուրեր ռասիստական բնույթի, ում որ ուզում են վարկաբեկել սևամորթների աչքում, դրանց ներկայացնում են որպես ռասիստներ։ Իսկ այն աճ պահպանողականների կամ ավելի ուրեմն աչական ուժերի համար ներկայացնում են այնպիսի կեղծ լուրեր, որ սրեն նրանց վատ վերաբերմունքը սևամորթների նկատմամբ։ Մի կողմից համ ուզում են բաժանել հանրության տարբեր հատվածների իրար դեմ հանել, համ ամենածայրահեղ խմբերին շատ են սիրում աջակցել, էլի որ անկայունություն լինի այդ դեմոկրատական երկրներում։ Սա նրանց ձևն է ընդհանրապես պայքարել աշխարհում դեմոկրատիայի դեմ, օգտագործելով դեմոկրատական ազատությունները, դարձնել այդ դեմոկրատական ազատությունները խոցելի դեմոկրատական երկրների համար ու այդ բանը։ Հիմա դրա դեմը առնելու տարբերակները որն են, էլի, ոնց որ աշխարհում են անում, օրենսդրություն են ընդունել, իհարկե սա իդեալական չի կարող գործել, օրենսդրություն են ընդունել եւ հենց այն պահից, երբ որ բացահայտվում է, որ նրանք ինչ որ ձևերով աջակցել են այս կամ այն քաղաքական ուժին, այդ քաղաքական ուժը ուղղակի դուրս է թռնում քվեաթերթիկից։ Այնպես ինչպես տեղի ունեցավ Մոլդովայում կամ Ռումինիայում նմանատիպ մի դեպք եղավ, երբ որ քաղաքական ուժերից մեկին TikTok-ով անընդհատ իրենք ռեկլամ էին անում, այդ տեխնացուին ուղղակի դուրս թռավ ինչ-որ մի պահից։ Այսինքն այդ տարբերակը պետք է լինի։ Սա իրականում շատ լուրջ մասնագիտական աշխատանք է պահանջում, բայց պետք է քաղաքական կամք լինի, այսինքն իշխանությունը պետք է այնուամենայնիվ գնա այդ դժվար որոշմանը, որ այստեղ կարգավորումներ պետք են։ Ինչու եմ ասում դժվար որոշում, որովհետև ինչպես վերջերս էլի վարչապետը իր ելույթներից մեկում նշեց, երբ որ նման որոշում է կայացվում, ստացվում է, որ դու ինչ որ չափով միգուցե նեղացնում ես դեմոկրատական ազատությունների շրջանակը։ Իրականում դու պաշտպանում ես դեմոկրատական ազատությունների շրջանակը, բայց այդ սահմանը գծելը, թե այ որտեղ է ամենա լավ կետը, որտեղ որ դու սահման ես գծում ազատ խոսքի եւ կեղծիքի տարածման սահմանափակումների հետ կապված եւ որտեղ է որ արդեն այնքան շատ է սահմանափակում, որ ստացվում է դու արդեն դեմոկրատական ազատություններն է սահմանափակում, իրական եւ օգտակար դեմոկրատական ազատություններ։ Եվ վերջում հրաշ արդյոք կարծում ես հնարավոր է Գյումրի երկու սցենարը խորհրդանական ընտրությունների ժամանակ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ այդ մասին ասաց, որ այո խորհրդանը իր կարծիքով կանցնի առնվազն երկու ընդդիմադիր ուժ, իրենք եւ Սամվել Կարապետյանի ենթադրյալ ստեղծվելիք ուժը ցանկություն հայտնեց, որ երրորդը եւս կարողանա ներգրավել այդ խորհրդանի աշխատանքներին եւ նշեց, որ միանշանակ է, որ այնտեղ համագործակցություն լինելու է այդ ուժերի միջև
եւ ակնարկեց, որ ինքը ավելի շատ շանսեր ունի առավելագույն թվով ձայներ ստանալ ընդդիմության շրջանում եւ ինքը լինել այդ տեխնացուն, որի շուրջ պետք է միավորվի ընդդիմությունը, այսպիսով արդեն իսկ խոսելով նաեւ այդ մրցակցության մասին եւ ակնարկելով, որ ինքն ավելի ուժեղ է կամ ավելի լավ վարկանիշ ունի, քան Սամվել Կարապետյանի ստեղծվելիք ուժը, որովհետեւ դեռ այնտեղ ուժ չկա, պետք է ձևավորվի եւ այլն եւ այլն։ Դու ինչ կարծիք ունես ընդհանրապես Գյումրի սցենարի երկու սցենարը իրականանալու մասին եւ ով կլինի այդ ավելի շատ ցայներ հավաքող տեխնացուն, եթե դա իհարկե հնարավոր լինի։ Այո, հնարավոր է Գյումրու երկու սցենարը եւ ես այս կարծիքին եմ արդեն տարիներ շարունակ, որովհետեւ սա իրականում Գյումրի սցենարը չի, սա ցանկացած կայացած դեմոկրատական պարլամենտական երկրի սցենարներից է, երբ որ ոչ մի ուժ չի կարողանում հավաքել 25-30%-ից ավելի ձայն։ Վերջին Գերմանիայի ընտրություններին հաղթող ուժը կարծեմ 25-30-ից պակաս տոկոս ձայն էր հավաքել, առաջ տեղնողը։ Նույնը տեղի ունենում նաև Նիդերլանդներում, ցանկացած պարլամենտական երկրում արդեն հաստատված կայուն երկրում, որտեղ ֆորս մաժորային բաներ տեղի չեն ունենում, ինչպես օրինակ 20 թվականի պատերազմը Հայաստանում, այդ երկրում առաջի տեղը գրավող ուժը հավաքում է 30-35%-ից ոչ ավելի քան 30-35% ձայն։ Ուրեմն սկզբունքորեն այդ տարբերակը հնարավոր է։ Քոչարյանը նաև շատ ճիշտ է նշում, որ չհամագործակցելու տարբերակ պարզապես չկա, այդ ուժերը երբ որ հայտնվում են խորհրդարանում, իրենք չեն կարող ասել ոչ նախկիններ, ոչ ներկաներ այս կողմ այն կողմ։ Պետք է իրանք բնականաբար կողմնորոշվեն կամ կոալիցիա են կազմում ինչ որ ուժերի հետ, եւ ամենահավանական տարբերակը այն է, որ ամենաշատ ձայներ կհավաքի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, սա ակնհայտ է։ Հիմա կամ դու միանալու ես քաղաքացիական պայմանագրին, կամ չես միանալու եւ նրանց միջից ով որ ամենաշատ ձայն հավաքի, նրան էլ կմիանա։ Այս տեսակետից էլի ես համաձայն եմ այն հարցում, որ կարծում եմ ամենաշատը էլի Ռոբերտ Քոչարյանը ձայն կհավաքի, որովհետեւ ինքն է լուրջը այդ խայտաբղետ ուրեմն արկիսա ազգայնական պրոռուսական հակադեմոկրատական խմբերի մեջ ինքը ամենալուրջն է, ինքը կարողանում է գաղափարական երանգ տալ այդ վատ երևույթներին, կոռուպցիային, քրեական երևույթներին, ինքը դրան գաղափարական երանգ է հաղորդում եւ դրա հիման վրա էլ նաեւ լրացուցիչ ձայներ է ստանում, իսկ Սամվել Կարապետյանը հատկապես եթե իմ ասած ձևով մի քիչ օրենսդրությունը խստացվի եւ մասնագետները կարողանան ձև գտնել, որ այդ կուսակցություններն ու խմբերը չկարողանան անօրինական ձևով ֆինանսավորում չասենք լավ անօրինական, բայց այդ կուսակցությունների ֆինանսավորումը ամբողջությամբ թափանցիկ արտացոլվի եւ նրանք կարգավորվեն այն օրենսդրությամբ, ինչը արդեն կա Հայաստանում։ Այսինքն գործի այդ օրենսդրությունը, հա, մեխանիզմներ լինեն, որ գործի այդ օրենսդրությունը։ Եթե նման բան տեղի ունենա, Սամվել Կարապետյանը ես վստահ եմ, առավել քան վստահ եմ, ընդհանրապես չի անցնի խորհրդարան։ Այդտեղ փողը հանես, տակ ոչ մի բան չի մնալու։ Խորհրդարան միգուցե անցնի, ասենք դաշնակցությունն է, եթե առանձին հանդես կա, չգիտեմ, Քոչարյանի հետ կլինեն, թե Քոչարյանի հետ չեն լինի։ Այդ մյուս զանազան տարբեր խմբեր ամեն մեկը կարող է մի քանի տոկոս հավաքի, կմտնի կամ չի մտնի խորհրդարան։ Բայց այո, ես կարծում եմ, որ առաջին տեղը էլի այդ խմբերի միջից Քոչարյանն է գրավելու։ Այստեղ հարցը իմ համար այն է, թե կարողանալու են այն ավելի կառուցողական ընդդիմադիրները անցնել խորհրդարան, օրինակ Արամ Սարգսյանը։ Ես հույս ունեմ, որ կարողանալու են անցնել եւ այդ դեպքում արդեն մենք կտեսնենք կոալիցիոն կառավարություն քաղաքացիական պայմանագրի եւ այդ այլ ընդդիմադիրների, այսօրվա ընդդիմադիրներից որևէ մեկի հետ 2026 թվականի ընտրություններից հետո։ Շնորհակալ եմ Հրայր։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ CVK-ի եթերում զրուցեցինք քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։